Ողջույն ժողովուրդ ջան։ Ես անկեղծ ասած երեք sense կիսատ պրատ էի խոսում, մտքերս էի արտահայտում այդ կնիքի հետ կապված, պարզվում է դա դարձել է մի ամբողջ համամարտկային, պետական, ռազմավարական, չգիտեմ, պարտության կամ հաղթանակի ինչ-որ չգիտեմ ինչ մի հատ։ Ու ըստ իս այս ամբողջ հարցը նախ եւ առաջ մեր կրթությունն է, մեր դաստիարակությունը, մեր չիմացությունը ու մեր տարբերել չկարողանալու այդ բանը, որ մենք հայկականն ու Հայաստանը, ժողովուրդն ու քաղաքացին շատ հաճախ խառնում ենք իրար։ Ներողություն, ալիս Wi-Fi-ը ռադ անեմ, որտեվ ինքը ոնց որ լավ չի աշխատում։ Հասարակույն տեխնոլոգիաների նախարար։ Եկեք մի փոքր շարունակենք թեման, բայց նաև այլ տեսանկյուններով էլի դիտարկենք։ Այն մարդիկ, ովքեր որ տրտնջում են կամ քննադատում են, որ անձնագրի միջից դուրս են հանում Արարատի գծապատկերը։ Ու երբ որ դու միտք ես արտահայտում, քեզ դիտարկում են, որ դու հայկական չգիտեմ ինչ ես։ Նախ ես վստահ եմ, որ ձեզանից շատերը չգիտեն ինչ է հայկականությունը, ձեզանից շատերը տեղյակ չեն պատմությունից գոնե կես էջ, ու առհասարակ երևի դասերին չեն նստել, ներկա չեն գտնվել, որովհետև այո, մեր երկրում ինչ-որ մի երկար ժամանակ դասերից չփախնելը վատ տղություն էր, վատ տղություն։ Ուրեմն այդ գծապատկերի հետ կապված ասեմ, այդ տրամաբանությամբ եթե շարունակենք էլի, որ դա ուրացում է։ Ուրեմն մեր պատշգամբից Արարատ լեռը երևում էր։ Հիմա այդտեղ բազմաթիվ խախտումներով բնականաբար մեկ 18 հարգանի շենք են կառուցում ու փակել Արարատի դեմը։ Ես Արարատը կարող եմ տեսնել այստեղից, բայց մեր այն մյուս երկու պատժեստները այստեղից չեն կարող տեսնել։ Իրենց դեմը փակվել է։ Հիմա կարող եմ նույն տրամաբանության մեջ ասեմ, որ ով այդ շինթույլտվությունը տվել է, որպեսզի մարդկանց դեմից Արարատի բանը փակվի, հենց իրական Արարատի պատկերը, տեսարանը փակվի, եւ նրանք կմոռանան Արարատը եւ մեր պահանջները թուրքերի հանդեպ եւ առհասարակ դրանք թուրք են, որ տվել են այդ թույլտվությունը։ Նորմալ է սենց։ Ասենք ինչ է թույլտվություն տվել, որ այդտեղ շենք կառուցեն, որը փակում է Արարատի պատկերը։ Հո դուք թուրք չեք, դիտավորյալ ուզում եք, որ մեր երկու պատժեստի ապրողները մոռանան Արարատի մասին։ Չգիտեմ, սա անադեկվատ չէ, խոսակցություն կստացվի։ Այդ ես դեռ խոսում եմ ամբողջ Արարատ լեռան մասին, Սիսնու Մասիսը միասին վերցրեց, ես գծապատկեր չեմ խոսում կակոյնի բույս պեչատի վրա։ Առհասարակ պեչատների վրա ես կարծում եմ, որ պետք չի նման բան։ Ես չեմ էլ կենտրոնացել։ Ես այդքան ուղևորվել եմ այս կողմենքով, դեռ այն ժամանակներից, երբ որ էլի չի եղել։ Հետո ինչ-որ մի պահ եղել է, հիմա էլի չի լինելու։ Ես չեմ էլ կենտրոնացել դրա վրա, բայց մի հատ ուրիշ հարց էլ է սկսում հուզել։ Արա, երբ որ կար գծապատկերը Արարատի, ու պեչատի վրա էլ ռուսերեն գրած էր Երևան։ Այդ ժամանակ որ օտարերկրացին գալիս էր մի հատ երկիր, որտեղ որ եթե խորանար, ասենք թե մեր նման տենց անադեկվատ մեկն է, այդպես խորանում է, էլի։ Խորանար ու տեսներ, որ վրան պատկերված է մի լեռ, որը մեր պետության մեջ չի, ու եկել է մի պետություն, որտեղ որ ուրիշ տառերով է, ուրիշ լեզվա տառերով է գրված, թե ինքը ուր է եկել։ Դուք վստահ եք, որ ինքը շատ մեր մասին, որպես քաղաքացի, sense adekvat պատկերացումներով կհեռանար Հայաստանից։ Ինչ որ ծիծաղելի է, էլի։ Ասենք գալիս է, օրինակ, ասենք ոնց որ գնաս բան, դա անգլերենի միջազգային լեզու է, բայց պատկերացրեք, գնում ես Չինաստան, գնում ես Պեկին, մեկ էլ
տեսնում ես այնտեղ պորտուգալերեն է գրած, որ դու Պեկինում ես։ Հələ չես ասես, էս ուր է եկել այ մարդ։ Կամ առնվազն կհետաքրքրվես, չէ՞։ Ու եթե դու հանկարծ իմանաս, որ այնքան իրանք պորտուգալասեր են, որ պորտուգալերեն անձնագրի մեջ գրում, դու լուրջ չես վերաբերվի, չէ՞, արդեն կկորի անլրջությունը։ Բայց հիմա այդքան տևական ժամանակ, որ այդպես է եղել։ Դուք ո՞նց եք մտածում, ժողովուրդ ջան։ Ասենք, երբ մեր կնիքի վրա հայերեն գրված չէր Երևան, որը հիմա գրվում է։ Դա ըստ ձեր տրամաբանության, հա, որ ասում եք, եթե գծապատկերը հանել եք, ուրեմն ուրացել եք Արարատ լեռը։ Հիմա հարց տամ։ Արդյոք դա, երբ որ ռուսերեն գրվում էր, ուրացում չէր Սուրբ հայատառ համակարգի հանդեպ։ Ըստ այդ հիվանդ տրամաբանություն, լուրջ եմ ասում, չեմ կարող հասկանալ։ Ուզում եմ հասկանամ, մենք նորմալ կվերաբերվենք, եթե գնանք Ռուսաստան, օրինակ, հեռու չէ, Ռուսաստան, հա, կատիտա։ Ու պեչատը խփեն մեր բանը, անձնագրի մեջ, որտեղ որ նկարած լինի Ալյասկան։ Անլուրջ կլինի, չէ։ Իրանք էլ Ալյասկայա ցավով են տառապում իմիջայլոցս 200 տարուց ավելա։ 200 տարիա մեզնից երկար։ Ու մինչև հիմա ասում են մենք Ալյասկան հետ ենք բերելու։ Արա, բայց տենց բան չեն անում, չէ։ Այդ էլ Ռուսաստանը, որ պրինցիպի կարող է եւ կարա հետ բերի ուժը, չգիտեմ։ Ուր մնաց թե ես ապշում եմ, էլի ինչի մեջ եք դուք կենտրոնացել ու ինչերին ուշադրություն չենք դարձրել մենք բոլորը։ Ես ինքս էլ։ Ասենք եթե մինչև այդ գծապատկերի հայտնվելը չկար։ Այդ ժամանակ մենք ուրացած ապրում ենք, մեկը կար ասում է, մեկը չէ, մի քանիսը սկսել են այդ թեզը առաջ տանել, հիշողությունից զուրկ մարդը նույն անասունները չունեն, մարդը անասունից տարբերվում է հիշողությամբ։ Արա, հա, ես չեմ ասում, չէ։ Հա, բա։ Ասենք մեկն էլ գրել է, դու կամ ասա հա, կամ ասա չէ, Արարատը հայկական է, թե չէ։ Հա։ Արա, հա, բայց Հայաստան չի։ Հայկական է, բա ինչ է։ Արա, բայց Հայաստան չի։ Իսկ երբ որ գալիս են մարդիկ մեր պետություն, հայկականություն չեն գալիս, Հայաստան են գալիս, Հայաստանում ուրիշ ազգերել են ապրում։ Քաղաքացի, սա իրավական միջազգային սուբյեկտ է։ Մենք ուզում ենք մնանք հայկականության շրջանակներում, թե պետականության շրջանակներում, կամ երկուսը միասին փորձենք պայել։ Չգիտեմ, ես չեմ հասկանում, իսկապես ինձ մոտ սա խառնել է իրար արդեն ծիծաղելի է սրա մասին խոսելը դառնում, հասկանում եմ։ Օրինակ, ես ասորի եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ասենք թե, ես ասորի եմ ախպեր։ Բայց հա քաղաքացի եմ, իմ պարտականությունները ճիշտ ըստ սահմանադրության իրացրել եմ եւ պետությունն էլ իր պարտականությունները պիտի իրացնի։ Եվ ես ունեմ ապրող հիշողություն բյուզանդական թագավորության հետ կապված։ Եկեք մեր բյուզանդյան խիչ ենք բերում հետ։ Դա ասորական է դառնում, հայկական չի։ Բայց քաղաքացի եմ, բայց ինչ կարաք ասեք, որ բյուզանդյան իմը չի եղել, օրինակ։ Չէ։ Բայց իմը չի եղելով չի։ Սա պետություն։ Ու գիտեք, նկատվում է արդեն։ Ինչքան քիչ-քիչ իսկապես նկատվում է, այս ազդեցություն, հակազդեցություն իրավիճակում սկսվում է մի տեսակ այլ բան ձևավորվել, մենք ենթագիտակցորեն սկսում ենք մի հատվածը իրենից վանել Արարատը, մյուս հատվածը ենթագիտակցորեն սկսում է իրենից վառնել Արագածը։ Ախպեր կարաք հանգիստ թողնեք այդ լեռները։ Իմիջայլոց ինձ թվում է հավելյալ գովազդի պատճառով Արարատ լեռան եւ Արագածը օրինակ մոռացվել է Խուստուփը, Նեմրութը։ Նեմրութից ինչի չենք խոսում։ Իմիջայլոց ինքը պակաս մշակութաբանական չի, մի ամբողջ էպոսի հիմքում է դրված Նեմրութը։ Ինչ են քիչ խոսում։ Հա, ռուսները ծրագիր չեն ունեցել այնտեղ հասնելու։ Ռուսների ծրագիրը եղել է Կարսը, Սուրմալուն, Արագած լեռով։
որը որ իմիջայլոց, հա, այս իրավիճակում հələ չեմ տեսել մեկին, էնել այդ Արարատի պաշտպաններից բանի, էլի, որ գծապատկերը պիտի մնա, ով որ սլակները ուղի Ռուսաստան, չէ որ Ռուսաստանը Թուրքիան են կիսել իրար մեջ և Ռուսաստանը Արարատը թողել է Թուրքիայի տարածքում, մեզ էլ բերել է այդ ամեն ինչից մի 20 տարի հետո մի հատ բանա գերբա սարքել սովետական Հայաստանի վրեն գրած բան Արարատ լեռը դրած, մինչև այդ էդի չի եղել։ Բայց էդի դրել է այն ժամանակ, երբ որ արդեն երկրորդ համաշխարհից հետո, երբ որ Սովետի ու Թուրքիայի հարաբերությունները սրվել էին, այդ ժամանակ մի րոպե դարակից հանել են Արարատ լեռը։ Ասել են հայեր, սա ձեր հիշողությունն է, հիշում եք, սա ձեր աստվածաշնչան, Սովետը մեզ աստվածաշնչան բանով նայեք ոնց ա ուռուցրել։ Սա ձեր բանը, ու տենց գնաց կաշը, հասկանում եք, թնդանոթի միս որպեսի սարքի, պատրիոտիզմը բարձրացնի, որպեսի թուրքը արձակի մենք մեր ու մանուկ ստեղ կռիվանենք, քիչ զորքերից բան պետք լինի, էլի ներուժ պետք լինի, հասկանում եք։ Արա, այս արհեստականությունը երբ ենք թողնելու գործով զբաղվենք, երբ, աղբեր, նայեք, ուրեմն մի համաժողով էր, Նիկոլ Փաշինյանը հյուր էր և ելույթ ունեցել։ Ես վստահ եմ այդ ելույթը շատերը չեն լսել։ Ու այնտեղ ներկա են ինստիտուտների ղեկավարները։ Ու ինստիտուտների ղեկավարների ներկայությամբ և դեսպաններ և այլն համախմբման ու չգիտեմ անվտանգային եսիմինչերի մասին էր խոսքը, այդ համախմբում բառից էլ եմ սկսել զզվել ճիշտն ասած արդեն, բոլորը խոսում են համախմբումից, բայց իրար ազիզ են թաղում, բան, իրար մեջ թուրք ու դավաճան, բան, մի խոսքով, սա բայց համախմբումից են խոսում, ոչ մեկ զատնի չի ուզում դնել։ Ուրեմն շատ հետաքրքիր հարցադրումներ եղան, ոչ մեկ չի անդրադարձել դեռ դրան, ոչ մեկ։ Ես երեք դրա մասին խոսել եմ բանով, հաղորդման ժամանակ։ Մարդը ինստիտուտների դեկանների, բաների, ղեկավարների ներկայությամբ ինչ ասում։ Ասում մենք ունենք մասնագիտական կրթություն ունեցող մարդկանց պակաս, կադրերի պակաս և մեր կրթական ոլորտը ավերակների է վերածված։ Սա ամենացավալի հայտարարությունն է, որը կարա արձանագրի երկրի ղեկավարը գնահատական տալով անկախ Հայաստանի պետականության գոյության ողջ ընթացքի կրթական համակարգին։ Հիմա, որպեսզի այստեղ մի փոքր կենտրոնանանք ու ձեզ էլ հետաքրքրի, հաստատ ձեզ հետաքրքիր է լինելու։ Եկեք մի հատ այլ բան բերենք, հետո սրանք կկպցնենք իրար։ Նայեք, այսօր լավ հիշեցինք, նստած զրուցում ենք ես, Հասմիկը, Արամ, Գևորգը մեր ՀԿ գրասենյակում ու դրա մասին խոսել էինք ժամանակին ճիշտն ասած ես ու Գևորգը, բայց ինչ որ մտքիցս ելել էր չէի բան անում։ Այսօր լավ էր, թարմացրեց հիշողությունս։ Նայեք, Քոչարյանի ժամանակ, կամ լավ, այսպես ասեմ, Նիկոլ Փաշինյանի այսօրվա իշխանության գործունեության ամբողջ բանը, լավը կամ վատը, հա, արդյունքը, մենք մի քանի տարի հետո ենք զգալու։ Մենք այսօր adekvat գնահատական չենք կարող տալ։ Ինչ տանք տալու ենք ըստ մեր պատկերացումների եւ այլն եւ այլն։ Քննադատությունները իհարկե պետք է լինեն, որպեսզի հնարավորինս մի քանի տարի հետո քիչ վատ բան տեղի ունեցած լինի մեր հետ։ Հիմա Նիկոլ Փաշինյանի օրոք չի արվել մի բան, որը հենց Նիկոլ Փաշինյանի օրոք արդյունք տա։ Չէ, խոսքը դպրոց կառուցել, մանկապարտեզ կառուցելը չի։ Իհարկե հասցրել են կառուցել եւ արդեն հանձնում են։ Այ հենց այդ մանկապարտեզից ու դպրոցից դուրս եկած սանն է արդյունքը։ Հասկանում եք, բայց դա դեռ տեղի չի ունեցել։ Քոչարյան Ռոբերտի ժամանակ մենք Լևոն Տեր-Պետրոսյանի թողածի արդյունքն ենք քաշում։ Սերժ Սարգսյանի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի թողածի եւ Նիկոլ Փաշինյանի ժառանգության տակից դուրս գալը եւ մտել ենք Սերժ Սարգսյանի թողած ժառանգության դաշտ։ Հասկանում եք, այսպես է աշխատում դա։ Դա այդպես է աշխատում։ Որտեղ պետական կառավարումն է այդպեսին։ Հիմա մենք խոսում ենք, այսինքն ուզենք թե չուզենք, մենք չենք կարող նախ ներողություն Ժողովրդյան կապերը թույլ է ոնց որ
Այսինքն մենք ուզենք թե չուզենք, ինչ որ բանից խոսելուց չենք կարող նախկինների գործունեությունը չանդրադառնալ։ Առավել եւս որ ցավոք սրտի ունեցել ենք անկախական բաներ հանցագործների խունտա։ Դա մեր աչքի տեսածով, հա։ Հիմա չեմ կարող հարգել, աչքից լույսը չի, ինձ էլ դուր չի գալիս այդ անունը շատ օգտագործել, բայց այդ է, մենք այդ իրականության մեջ ենք ապրում։ Հիմի տեսեք, երբ որ մարդը գնում ընդունվում է, օրինակ, ինստիտուտ, մեր ուղեղի մեջ ոնց է դրված։ Մինչև հիմա մեր ենթագիտակցության մեջ մենք եթե մեկին հարցնում ենք ինքը որտեղ ասում, ասում ենք որտեղ ես սովորում, ինչ ես սովորում։ Ու մենք չենք կենտրոնանում, թե ինքը ինչա դառնալու, այդ ինչ դառնալը անգամ ինքը չի խորանում։ Ասում ես ինչտեղն եմ սովորում, ինքը չի ասում պիտի դառնամ ես ինչը։ Չունի այդ նպատակ, ինքը դեռ սովորում է, չունի, դեռ չի հասկանում ինչա սովորում։ Սա խնդիրն է հենց, բուն խնդիրն է։ Եվ ստեղ մեր դեկանները պիտի ուշադիր լինեն։ Իրենք պետական ինստիտուտները սպասարկում են պետության եւ հասարակության առողջ համակարգը եւ տալիս են այն մատերիալը, կոպիտ բառը օգտագործում, որի անհրաժեշտությունը ունի հասարակությունն ու պետությունը։ Այսինքն, եթե կա պետական համալսարանը, որտեղ սովորում են իրավագիտություն, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը առայժմ ունի իրավագետների պակաս։ Ճիշտ է։ Եվ այդ հանձնարարականը տված է այս ֆակուլտետին, որ դու ինձ պիտի մատակարարես իրավագետներ։ Այստեղ կապը կտրվում է։ Ու կտրվել է միշտ, որովհետև ընդունվողը ընդունվել է փողով, սովորել է փողով, ավարտել է փողով։ Բայց ինչա տեղի ունեցել, ամենամեծ հանցագործությունը։ Ինստիտուտի դեկանը դիպլոմ է տվել մարդուն, որակավորում, այսինքն այս մարդը իրավագետ է։ Հետո այդ իրավագետին տեսել ենք տաքսի քշելուց, բան, հասկանում եք, ինքը ավարտել է, ինքը ունի դիպլոմ, ինքը սովորել է, բայց ինքը չի դարձել իրավագետ։ Նույնը բոլոր ոլորտներում, բժշկական։ Օրինակ, բժշկականում, եթե ենթադրենք տարեկան 200 հոգի ավարտում է, այդ 200-ից 20 հոգին բժիշկ դառնան, թե չդառնան։ Այն 80%-ը գնում է։ Բայց մենք այստեղ չենք ցանկանում կենտրոնանալ, մի րոպե, բայց ես խի եմ տվել որակավորման տվյալ փաստաթուղթը։ Ոնց է, եթե դու պատրաստ արդեն բժիշկ չես, թեկուզ պիտի անցնես լավ պրակտիկա եւ այլն։ Քո գիտելիքները, բժշկի գիտելիքներին, մինիմալ գիտելիքներին, եթե դեռ չեն համապատասխանում, ես քեզ չեմ կարող դիպլոմ տալ, որովհետեւ դա կնիքն է պետության, որ դու բժիշկ ես, բայց դու բժիշկ չես։ Հասկանում եք։ Այսպես մենք մեզ խափելով մինչև հիմա ապրում ենք, մինչև հիմա։ Օրինակ, արտերկրներում ոնց է։ Մարդը գնաց ընդունվեց սովորելու։ Ինչ որ պայծ տեսավ, էլ չի հասցնում, տարբեր պատճառներով չի կարողանում հասցնել։ Ստոպ է տալիս, դասերը, գնում է իր գործերին։ Երբ որ կվերադառնա, մի հատ տեսական կհանձնի, որ ինչքանով է ինքը հիշում անցած, այդտեղից նորից կսովորի։ Մեր մոտ չէ, ընդունվեցիր, 5 տարի է օրինակ, 5 տարի սովորեցիր, ավարտեցիր։ Վերջ։ Այս էլ քո դիպլոմը, գնա ախպեր։ Մենք քո դեմ պարտականություն չունենք։ Ոչ, այդպես չի։ Այդպես չի կարա լինի։ Երբ որ նորմալ երկրում մարդը ավարտում է մի հատ ֆակուլտետ, ինքը արդեն դա ավարտում է որպես մասնագետ։ Մնացածը փորձն է։ Մնացածը փորձն է, ինչքանով կցանկանա իր կարիերան ավելի ու ավելի լավը դարձնել, ավելի ու ավելի շատ գումար վաստակել, ավելի շատ մի խոսքով ավելի լավ մասնագետ դառնալ, դա արդեն ինքը կգնա սեմինարների, չի գնա իր խնդիրն է, բայց ինքը երբ որ ավարտել է ու ունի դիպլոմը, դա այդ դիպլոմը միտեղ ցույց է տալիս, այդտեղ ասում են, օքեյ, դու օրինակ բժիշկ ես կամ դու օրինակ իրավաբան ես։ Այստեղ այդ դիպլոմը պետք չի որ ցույց ես տալիս, դա թղթի կտոր է։ Ընդ որում երբեմն թղթի կտոր է բարից բուն իմաստով։ Պարզապես մի փոքր թանկ, ինքը մոտավորապես $3000 կարա իր առներ ինչ որ մի ժամանակ։ Հասկանում եք։ Այսինքն հարցեր է լինում։ Ու այս գիտելիքներով, այս սպասարկման ոլորտով, այս պետությունով, պետական կրթական համակարգով եկել հասել ենք այսօրվան,
Նստել ենք ասում ենք մի րոպե։ Այս մեր գծանկարը պեչատի վրից եք հանում Մասիսի։ Հանում եք, որ մենք մոռանանք, ուրանում եք Արարատը։ Ուրեմն, եթե ուզում եք, որ Արարատը լինի, պիտի այսօր պետություն կառուցեք։ Ու եթե այսօր պետություն կառուցելու ճանապարհին պիտի այդ գծանկարը չլինի, ուրեմն չպիտի լինի։ Ու եթե ձեր հիշողությունը կախված է անձնագրի պեչատի վրի, որն էլ մուտքի ժամանակ, պեչատի վրի գծանկարից, ուրեմն դուք ձեր վրա հույս դնել չի կարելի։ Հասկանում եք։ Իսկ այն մարդիկ, ովքեր ու սա ասում են մարդիկ, ասում ամենաուժեղն է դա, ովքեր խթանել են արտագաղթը, ասենք, չգիտեմ, բանում խնձորեսկում ապրող մի հատ հայ մարդ, երբեք Մասիսը չի տեսել, իրանց մոտից չի երևում։ Փաստորեն Մասիսը կարար տեսներ, մենակ եթե չեղած ճանապարհներով, իրեն ժամանակների չեղած ճանապարհներով, ինչ որ ձև հասնել Երևան, Զվարթոցից թռներ միտեղ, հետո անպայման հետ գար, որ տեսներ, որ հիշեր։ Կայֆավատ եք լինում։ Չեք խոսում։ Եթե ուզում եք իմանալ, Մասիսի մեր ներսում գոյության երաշխավորը մեր պետությունն է։ Մեր պետությունը։ Նրա գնահատականը տվողը։ Մեր պետությունն է։ Իմիջայլոս, Նեմրութից խոսեցի, էպոսը մեր դրա հիման վրա է։ Պորտասարից չխոսեցի։ Պորտասարը մեր ամբողջ մշակույթին կենտրոնական, ով ենք մենքը ընդեղ դրած է։ Հետո ինչ քիչ է գովազդվել։ Հետո ինչ Աստվածաշնչի մեջ գրված չի եղել։ Հետո ինչ։ Մեր մշակութաբանության սկզբնաղբյուրը ընդեղ դրած է։ Գյոբեկլի Պեկրե անունով արդեն թուրքերեն, որը բառացի էլի պորտասարա նշանակում։ Ասեմ, ու այդ ամեն ինչը մենք կորցրել ենք, էլ մերը չի, որովհետև մենք պետություն չենք ունեցել։ Հիմա եթե չենք ուզում ինչ-որ մի օր էլ, չգիտեմ որտեղ նստած Արագածի մասին երազենք, արա եկեք գնահատենք ինչ ունենք։ Ինչ ունենք իրականում։ Չեք զգում, որ մեզ արհեստական են գցում ապուշ բաների մեջ։ Ես վստահ եմ, եթե Արարատը լիներ Հայաստանի Հանրապետության տարածքում, մեր մուտքի անձնագրի վրա երբեք այդ գծանկարը չէր լինելու։ Երբեք։ Դեռ Արարատի դոշին էլ մի հատ օբյեկտ էր լինելու, վրան էլ գրած վերին Դուբայ։ Վերջ։ Ես վստահ եմ դրանում, որովհետև ես տեսնում եմ, թե մեր ունեցածի հետ մենք ոնց ենք վարվում։ Մենք տեսնում ենք մեր մոտեցումը, մեր պատասխանատվությունը, մեր ապագա սերունդների առաջ։ Դա տեսնում ենք շոշափելի է։ Եթե մեր ինստիտուտները, կրկնում եմ, ավարտական դիպլոմ են տալիս որակավորման, մասնագիտացված դիպլոմ են տալիս մեկին, ով այդ 5 տարվա մեջ մի օր է դասի եղել։ Դա է լինելու վերջը։ Եվ երկրի վարչապետը կանգնած ինստիտուտների ղեկավարների ներկայությամբ ասում մենք ունենք խնդիր մասնագետների։ Ամեն տարի ամեն ինստիտուտ մինիմում 1000 հոգի ավարտում է։ Կանգնած խոսում ենք մասնագետների պակասից։ Որովհետև մեր ինստիտուտների որակը պոլին է, բայց ուզենաս մի հատ ինստիտուտ վերանորոգել, ասել, քանդում են մեր պատմամշակութային չգիտես ինչը։ Շենքը, քարը, հողը։ Միջի եղածի նշանակություն չեն տա։ Ապշելու բան է։ Ապշելու բան։ Հիստերիկ ինչ-որ բաներ ենք անում։ Այդ պասպորտի մուտքի պեչատի վրից Արարատի գծանկար ուրացակ, իա։ Բախ եք ուրացել, մինչև այդ եղած, երբ որ չեք դնում։ Ինչ եք ուրացել, ու այդ ինչ եղավ հանկարծ, որ որոշվեց լինի։ Ինչ եղավ։
արտաքին քաղաքական ռազմավարական դաշտում ինչ եղավ, որ ստեղ դրինք գծինք սենց, հիշանք, ասենք մենք այլ անասուն չենք, որովհետև մարդն անասունից տարբերվում է հիշողությամբ, մախ, պրիգվազդիլի, վերդ շատ խնդալու ախր, խոսում ենք հարյուրավոր ինստիտուտներ կան Հայաստանում։ Այսօրվա դրությամբ ունենք կադրերի պակաս։ Դե գնացեք, լրացեք այդ պակասը։ Ու գիտեք դա ինչից է։ Այ վերադառնալու ենք խոսքից։ Որովհետև մենք դեռ չենք հաղթահարել Սերժի կառավարման ընթացքի բաները։ Հասկանում եք։ Այ խնդիրը այստեղ է։ Ու մենք պիտի սա գիտակցենք։ Օրինակ, Միացյալ Նահանգները, Ամերիկայի Միացյալ Նահանգները, այս պահի դրությամբ դեռևս ապրում է Բայդենի ժամանակաշրջանը։ Այո, Թրամփն է արդեն ղեկավարը, բայց ինքը որովհետև դեռևս Բայդենի, չգիտեմ, փոփոխություններն են շարունակվում։ Իրա փոփոխությունները, որ մտել են, դեռ հետո է շարունակվելու։ Այսօրվա դրությամբ երկրի ղեկավարը, իշխող կուսակցությունն ախպեր, մեջը լավն էլ կա, վատն էլ կա, ձեր գործն է, բայց կառուցում է դպրոցներ, ու մանկապարտեզներ, դպրոցներ ու մանկապարտեզներ, ընդ որում, 21-րդ դարում, ու ասում ես 300 հատով մենք գիտենք, թե մեծ ծավալուն աշխատանք ենք անում, պարզվում է, սա սկիզբն է, դեռ 1000 հատ էլ պետք է արվի։ Ու մյուս կողմից հանրությունը, արես զենք կռի, կրա։ Սապեր, նախ դու հլը ձեր գյուղում, ձեր փոքրիկ խանութից ՀԴՄ պահանջի, որ փողը լինի զենքել էլի առնենք, հա։ Հետո նոր արայով, մարայով խոսալը կկարգավորենք մի ձև։ Այն չի մասի սահանի կարա։ Մտում նայում ես մարդը ապրում է Ամերիկայում։ Անասպես ախպեր։ Ասենք, ինչ ես ուզում։ Ապրի քո համար, դու որ ապրում ես Ամերիկայում, օրինակ, քո համար նորմալ կլինի, որ դու գնաս Մեքսիկա հանգստանալու, մտնելու ստենաս Մեքսիկացին պեչատա խփում, մեջը Կալիֆորնիա նահանգը։ Չես ասել, ես Կալիֆորնիայից եմ, Կալիֆորնիան վրոջը Ամերիկայում է, Միացյալ Նահանգներում է, ոչ թե բանում, կարծես, չէ, բայց արի ուտես, որ Մեքսիկան ունի պահանջ ու պատմական հիշողություն Կալիֆորնիայի հետ կապված։ Բա ո՞նց ենք անում այդ հարցի հետ։ Այդպես բաներ կա։ Մարդը դուրս է եկել ինստիտուտների ղեկավարների առաջ ասում է մենք ունենք մասնագետների կադրերի պակաս, ամենավողպալին դա է։ Այ հենց դա է ողպը։ Դուք խոսում եք գծանկարից, այ ողպը հենց դա է։ Երբ որ ինստիտուտի դեկանները չեն կարողանում հակադարձեն, ասեն ոչ, մենք ձեզ բավարար չափով մատակարարում ենք մասնագետների։ Այ ողպը դա է։ Ողպեն, որ այն ժամանակ, երբ որ այդ մասիսը դրվում էր, այդ ժամանակ շատերը ավելի շատ գնում էին, քան հետ էին գալիս, որպեսզի մի հատ էլ տեսնեին այդ գծապատկերը։
Էլ չեն տեսնի դա բանա, պետության ռազմավարությունն է, ամեն տեղից հեռացնել, Հենա ունեմ Արարատ լեռան պատկերը, թողա մեկը հանի տնից ես, չեն հանի չէ, չկեն հարցը վապշե տեղ չի, ասեցի կիսատ մնաց, տո Արարատ լեռան մասին հիշողությունն էլ կարա լինի մենակ են դեպքում, երբ որ դու պետություն ունես, անկախ պետություն, պետականություն, տո Տիգրան Մեծի Կներեք Հայկը ասում է կրկնում է, որտեվ շատ բարձրացա վերև չեմ տեսել։ Հանելը թելադրված է Թուրքիայի կողմից, թե մի անգամից լույս տեսան եւ հասկացան, որ պետք է հանել։ Գնել կոնկրետ արտաքին պատրանք է թե ոչ։ Հայկ ջան, ես հենց այս հարցին եթերիցս 15 րոպե առաջ չէի կարա պատասխանել։ Բայց հիմա կարող եմ, որովհետեւ եթեր մտնելուց առաջ տեսա, որ Ռուբեն Ռուբինյանը ով գիտես երևի, որ մեր ներկայացուցիչն է, Հայաստանի ներկայացուցիչն է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Թուրքիայի կողմից էլ քլչն է։ Երկու երկրների մեջ հարաբերությունների կարգավորման ներկայացուցիչները այն կողմից քլչն է, ստեղից Ռուբինյանը։ Ռուբինյանը պաշտոնապես հայտարարել է, որ քլչի հետ հանդիպման ժամանակ նման որևիցե խոսույթ չի եղել։ Ես չեմ կարա հավատամ օրինակ ինչ-որ մեկին, ով կարողա տենց երևակայում է, քան մեկը, ով հենց ներկայացուցիչն է ու պաշտոնապես հայտարարում է դա, ու ինքը չի կարա ստի, որովհետև ինքը մենակով չի հանդիպում, էլի, առհասարակ, այդ մակարդակի հանդիպումները այդպես չեն լինում, ոչ, չեմ կարծում, թե դա պահանջ է, գիտես, բայց նա ուրիշ բան ասեմ, այ եթե օրինակ լինի մի իրավիճակ, որ դու նախապես ունենալով հեռատեսություն հասկանաս, որ հնարավոր է այս քայլից հետո այ այստեղ քո դեմը դնեն ու դու դրա դեմն առնես, դա ես կնկարագրեմ հեռատեսություն։ Հասկանում ես։ Ու իմ կարծիքով հնարավոր է, որ այդ հեռատեսության նաև ինչ-որ մի արդյունքը կամ առհասարակ ցանկություն առաջացել պեչատների վրա Դες բաներ չնկարել։ Ինչը նորմալ է, որովհետև ցանկացած երկիր, որ գնում ես, գրվում այդ երկրի անունը, այդ երկրի լեզվով կողքը անգլերեն, վրան էլ սամալյոտով ես գնացել, սամալյոտը նկարած, պոեզ ես գնացել, պոեզ, ավտոմեքենայով ես գնացել, ավտոմեքենա։ Ոնց կապը կորավ։ Լսվում է ժողովուրդ ջան։ Այսպես, հայ ջան, հուսամ բավարարեցիք հարցը։ Հիմա վերադառնալով մեր պատմական հիշողության գրավականը մեր պետություն ունենալն է։ Ես ամենայն դեպս դա եմ կարդացել, կարող եմ գտնել քեզ էլ ուղարկել։ Պաշտոնական հայտարարությունը։ Իմիջիայլոց Civilnet-ի հարցման մի պատասխան է եղել դա։ Կարող ես իրենց էջում նայել։ Մեր պատմական հիշողությունը կարա ողջ մնա մենակ այն ժամանակ, երբ որ մենք ունենք պետություն։ Ու հիմա պետություն կառուցելու ժամանակն է։ Որոշ տեղեր հնարավոր է հետ քայլ, որոշ տեղեր առաջ քայլ, որովհետև գեր նպատակը պետությունը ամրացնելն ու լավացնելն է, ուժեղացնելն է։ Всё, գեր նպատակը դա է։ Ինչ ճանապարհով, քանի տասնամյակում, ոնց, ինչ մեր նպատակը դա պիտի լինի։ Վերջացավ։ Ժամանակը կգա պետք լինի խոսելու կխոսվի էլ, այդ ժամանակների սերունդը ավելի ամուր հիմք կունենա խոսելու, ավելի ամուր կանգնած կլինի ոտքերի վրա, ավելի գուցե ամուր լինի նրա թիկունքը։ Հասկանում եք, սենց բաներ կա։ Եվ ի վերջո, ես առաջարկում եմ, այս հայ-թուրքական բազարը մի քիչ ուրիշ ձև դիտարկենք, լավ, ուրեմն մեզ մոտ չգիտես ինչու հայրենասիրությունը, իմիջիայլոց Արեգն էլ էր այդ մտքին եկել, հայրենասիրությունը հավասարացրած է թուրքատիացությանը, այսինքն եթե դու հայրենասեր ես, ուրեմն
դու թուրքատիաց պիտի լինես։ Եթե դու թուրքատիաց չես, ուրեմն դու հայրենասեր չես։ Եվ եթե ասում ես ինչու՞, որովհետև թուրքը ցեղասպանություն է արել։ Մի րոպե ապեր։ Մի րոպե։ Ցեղասպանություն պարսիկներն են արել։ Ու մի անգամ չէ։ Էթնիկ զտում ռուսներն են արել։ Ու մի անգամ չէ։ Այսինքն երբեք չհավատակ թուրքին, չէ՞, մենք թուրքին չենք էլ հավատում, պետական մակարդակով հարաբերություններ են կարգավորում, որովհետեւ մեր պետությունն էլ օդ շնչի։ Այնպես չէ, որ եթե իմանայինք, որ մեր պետությունը եթե օդ չշնչի, Թուրքիան էլ օդ չի շնչում, մենք ինչքան կարայինք կփորձեինք շունչներս պահել։ Բայց մենք հասկանում ենք, որ դա այդպես չի, չէ՞։ Ու ոչ ոք չի ասում թուրքի հետ ախպերություն արեք։ Թուրքա, եկես բանի, ազգությունը թուրքա։ Թող գնա իր թուրք տեղում նստի։ Դու քո գործին նայ։ Իմիջիալոց այդ թուրքերը վրացիների հետ էլ ոնց ուզես վարվել են ու վարվում են։ Աշխարհում Թուրքիային շրջապատող չկա մի հատ երկիր, ով թուրքերի մասին առնվազն մի 5-10 հատ թևավոր խոսք վատ իմաստով չունենա։ Ու թուրքերն չի մենակ մեր թշնամին է, էլի, աշխարհում ինքը շատ թշնամիներ ունի։ Ու մենակ մեր հետ է սահմանափակ։ Կարող է սա դեբիլ են, մենք ենք այդքան խելացի։ Ինչ է դա։ Շա մեր մոտ, ինչի մեր մոտ հայրենասիրությունը մենք չենք չափում մեր կրթության որակով։ Որ հայրենասեր ես, կրթվի ախպեր։ Մեզ կրթված մարդիկ են պետք։ Ինչի հայրենասիրությունը մենք չենք չափում իրավահնազանդությամբ։ Ախպեր հայրենասեր ես, օրենքն ու իրավունքները պայի ու հարգի, դիմացինինը նույնպես։ Ինչի մեզ մոտ հայրենասիրությունը մենք չենք չափում բանով, հարկերի մուծելու պարտաճանաչությամբ, որ հայրենասեր ես ախպեր, պետությանդ մասին ես մտածում, հարկերդ մուծի ժամանակին։ Ինչի սրանք հայրենասիրության դրսևորումներ չեն։ Ասեմ ինչի, որովհետև դա ձեռ չի տվել ժամանակների թալանչիներին։ Ձեռ չի տվել։ Որտեվ առաջի չմուծողը իրանք են եղել, առաջին լափողն իրանք են եղել, առաջին իրավախախտը իրանք են եղել։ Մարդը տարական բան է ասում։ Ասում է մենք ժամանակին, չի կարող երկրի անվտանգության միակ երաշխավորը լինի բանակը։ Հիմա հարց եմ տալիս, սխալ բան է ասում։ Մենք, օրինակ ես, մինչև մի 6 տարի առաջ, 5-6 տարի առաջ, մտածում էի, որ այո, բանակն է միակ մեր երաշխիքը անվտանգության։ Միակ, որտեղ ինչ լինի, բանակով ենք բանանում։ Ու հանցագործություն չեմ արել, որ այդպես եմ մտածել, անկեղծ եմ ասում, ու շատ նորմալ է, որ ինչ-որ մի պայծ դարձյալ դու հասունանում ես ու սկսում ես այլ կերպ մտածել։ Դա ոչ թե նշանակում է, որ դու քեզ հակասեցիր, բան, այլ դա նշանակում է, որ դու զարգանում ես, տեղում կանգնած չես։ Ու հասկացա, որ այո, եթե դու տնտեսությանը, օրինակ, եթե քո տնտեսությունը տեղում չի, քո բանակը քեզ չի կարա փրկի։ Եթե քո քաղաքականությունը արտաքին եւ ներքին տեղում չէ, քո բանակը քո փրկողը չի, քո երաշխավորը չի կարա լինի։ Այս եւ բանակը ինքն էլ երաշխավորի կարիք ունի։ Իսկ ով է բանակի երաշխավորը։ Ով է բանակի, օրինակ, եթե մենք մտածում ենք այդպես, տարական հարց տամ ձեզ։ Մեծ Բրիտանիան կայսրություն է, կայսրություն։ Մեծ Բրիտանիայի զորքը երևի 10-15 հազարից ավել չի։ Կայսրություն է։ Գիտեք ինչու։ Որովհետև ինչ-որ մի պահից, իմիջիալոց Մեծ Բրիտանիան միակ երկիրն է, ով 200 տարվա ռազմավարություն է գծում։ Որովհետև ինչ-որ մի պահից սրանք սկսել են մտածել այսպես, մի րոպե։ Արդյոք բանակն է երաշխավորը մեր կայսրության գոյության։ Իսկ ինչ եթե այն գումարը, որ դրվում է բանակի վրա,
մենք դնենք արտաքին հետախուզության վրա, կունենանք լավ արտաքին հետախուզություն, մեզ վրա հարձակվող չի լինի, իմանանք ով ուզում հարձակվի, առաջը կառնենք դիպլոմատիկայով ու բանով, քաղաքականությամբ, դնենք զարգացման վրա ինստիտուտների եւ այլն, Այսօր մեկի մտքով աշխարհում, չկա մի հատ երկիր աշխարհում, ում մտքով անցնի, որ կարելի է հարձակվել Մեծ Բրիտանիայի վրա։ Անկամ Ռուսաստանի ու Ամերիկայի մասին մտածում են, որ իսկ Ամերիկայի վրա եթե հարձակվի, օրինակ բան Չինաստանը, սաղ-սաղի վրա մտածում են, ոչ մեկ հələ Մեծ Բրիտանիայի մասին չի մտածում։ Բա ո՞նց է լինում, որ այդպես է լինում։ Եթե մենք, ես երեք ասել եմ սա, ուզում եմ Facebook-յան եթերով էլ կրկնեմ, հաղորդման ժամանակ եմ ասել։ Տեսեք, մենք տան մեջ ծնում մեծացնում ենք մեր տղային։ Դաստիարակում ենք նրան, մենք դաստիարակում է դպրոցը ու ինքը գնում է բանակ։ Նա բանակում ինչպես որ կտրսևորի, դա մենք ենք, մենք բոլորս, մեր հասարակությունը, որը որ կազմում էր իր միջավայրը քաղաքացիական, որից հետո գնացել է բանակ։ Եվ եթե մենք այստեղ թերանում ենք մեր պարտականությունների մեջ որպես քաղաքացի, մենք անմիջապես հարվածում ենք մեր իսկ տղայի թիկունքին։ Ու ասում ենք, գիտես ինչ, ոչինչ որ մենք այստեղ ավելպակաս քակեր ենք ուտում։ Դու տես մեր միակ երաշխավորն ես անվտանգության։ Դա այդպես լինում է։ Ես թվում է չի լինում։ Եվ այդ պարագայում հայրենասիրության դրսևորումը որտեղ է կայանում արդեն։ Մեկեք միասին գուշակենք։ Ստացվում է, որ հայրենասիրության դրսևորումը իրավահպատակ քաղաքացին, ստացվում է հայրենասիրության դրսևորումը այո, նաև հարկատու քաղաքացին, իր պարտականությունները գիտակցող եւ ռեալիզացնող քաղաքացին ճիշտ ժամանակին։ Ստացվում է, որ այստեղ պետությունն էլ անելիք ունի, պետական դաստիարակության միջոցները բավականին շատ են, այ որակների մասին կարելի է խոսել քննադատել հազար տեղով։ Եվ ոչ միայն կրթության ոլորտում։ Ոչ թե այն բաները, որ վայ մաշտոցի նկարը ինչի չեք դրել, այ Բենարանի դեմը, բայ երախեն դեմքով մի հատ չտեսնի մաշտոցին ճանաչի։ Գիտես, ու դա ասում են մարդիկ, ովքեր եթե մանկապարտեզում ասում էին եկեք մի բան կազմակերպեն, ասում էին եկեք գնանք ռեստորան քեֆ անենք։ Ցավը տանում, չէ, ռեստորան քեֆ անելը վատ բան չի։ Բայց իսկապես եթե մաշտոցի նկարը հայպենանի գրքի էջին չլինի, տենց վերջ, չնայած այնտեղ 21-րդ դարն է, 21-րդ դարին համապատասխան QR կոդով դրված է, որը տանը, ծնողը, կարա սիրուն բացի եւ մաշտոցի մասին մի ամբողջ նյութ կա, մի ամբողջ ու շատ հետաքրքիր նյութ։ Այսօրվա ոճով է։ Կներեք, որ մեջը մաշտոցս նստած չի, այսօրվա ոճով է, որը որ ավելի կֆիքսվի երեխայի մոտի չեղը։ Կամ կարելի է դա քննարկել, ոչ թե այլ բան, էլի, ինչի այ Բենանի առաջին էջում մաշտոցը չկա։ Բայց ու շարունակությունն է ուժեղը, էլի, այդ էլ է նորմալ հարց է, ասենք հարցրեցիր, հեսա կպատասխանեմ։ Բա երեխեն չտենա, որ իմանա։ Ցնդելու բանը, լուրջ եմ ասում, ցնդելու բանը։ Ու սա հետևանք է ինչ-որ բանի։ Գիտեք, խնդիրը հենց այդտեղ է։ Մեր սերունդն է, չէ՞, օրինակ ես լավ, ես մի քիչ ուշ եմ երեխաներ ունեցել, բայց համենայն դեպս պլյուս մինուս մի 5-10 տարիով։ Մեր սերունդն է, իմ երեխեն այսօր առաջին դասարան է։ Ինձնից ավելի երիտասարդ մարդկանց երեխեք են այսօր առաջին դասարան։ Ես դպրոցում երբ որ սովորել եմ կամ փորձել եմ սովորել, այդ դպրոցում չի եղել շուշաբանդ, այդ դպրոցում չի եղել պարկետ, որովհետև վառած ենք եղել փեջի մեջ,
այդ դպրոցում չի եղել խոհանոց, ճաշարան, ըստ էության երկրում ընդհանուր առմամբ ուտելու բան չկար, տրանսպորտով դպրոց գնալը շատ դեպքերում կարելի էր ոտքով հետ գալ, ստեղից Սիլաչի մի 3 տարի հետ արանք ընդեղել ենք սովորում, մի խոսքով խառը վիճակ։ Հիմի ես այդ ամեն ինչից հետո իսկապես կարող է եւ դեմ լինեմ QR կոդը ոնց ինչ արժակում։ Ուրեմն մենք այսքան տառապենք, ես գաս QR կոդը պայի ու այնտեղ մեկը իրեն սա պատմի, հասկանում եք։ Ու կարող է չընկալեմ դա, բայց եկեք մեր չընկալելը, որը որ այդ ժամանակներինն է, չպրոյեկտենք երեխեքի վրա։ Մեր ժամանակ էլ եմ կրկնում, դասից չփախնելը վատ տղություն էր։ Ոնց, սարս փախնում ենք դու մնում ես։ Այսօր փախնելը կարա ճակատագրական հետևանք թողնի երեխայի վրա, այսինքն նրա կրթությունը պիտի լինի որակյալ, երեխայի հետաքրքրությունը պիտի մեծանա եւ պահանջը կոնկրետին կարա ձևակերպվի ոչ թե այ բնանի վրա ինչի մաշտոցի նկարը չկա, այլ ախպեր ջան, ոնց եք դուք սովորացնում երեխաներին, ինչ մեթոդներով, որ օրինակ ընդհանուր դասարանի գնահատականը ցածր է կողքի դասարանի ընդհանուր գնահատականներից։ Ու այստեղ ես կունենամ մեծ լայն քննարկման տիրույթ, հարցադրումներ եւ որոնք որ ամեն ինչ կանեն, որ հետևանքներ ունենան։ Բայց ապուշ բաների վրա խորանալը, ես իմ ինչեր անելա, կարծում եմ մեզ լավ տեղ չի տանում։ Չգիտեմ, դրանով, ասես մանր բաներով ինչ-որ փորձում են, ես տրամադրությունների վրա ընդամենը ազդել։ Նենց ինդիկատորի նման, մտել փորձում են, էլի ինչը կաշխատի, ինչը չէ, ինչը չի աշխատի, ջանդամը աշխատի։ Բայց մենք էլ հիստերիկանում խառնվում ենք իրար։ Կարևորագույն բաները թողած։ Մենք ընկնում ենք դետալների հետևից։ Կարևորագույն բաները թողած։ Ընկնում ենք անկարևորի հետևից։ Ես այսպես եմ կարծում։ Աննա ջան, մի քիչ բարդ է, վաղը ավելի պարզ կլինի, էլի։ Մերսի հետաքրքրվելու համար։ Այսպես ժողովուրդ ջան։ Չգիտեմ, ինչ ստացվեց այսօրվա զրույցից, բայց որպեսզի ամփոփեմ, հա։ Մի բան է, մկոյի թեմա։ Ես ասեմ ժողովուրդ ջան, իսկապես դուք մտածում եք, որ մկոյին բանը ուղակի վերցրեցին ու քննադատեցին, որովհետև նա վարչապետի հետ որոշեց զրուցել, չէ։ Այստեղ խնդիրը շատ ավելի լայն է։ Նրանք վաղուց, շնորհակալություն Աննա ջան։ Նրանք վաղուց են անում այդ մարտավարությունը ընտրել։ Սա փորձում են այսօրվա իշխանության հետ շփումը տարբեր մարդկանց մոտ, ուզում է լինի ճանաչված, ուզում է լինի չճանաչված, դարձնել տվյալ մարդու համար բացասական զգացողության աղբյուր։ Այսինքն այն հին մարտավարությունը 18 թվից դեռ ստեցած, որ Փաշինյանի կողքերից հեռացնեն մարդկանց, որովհետև իրենք էլ գիտեն, որ Փաշինյանի կողքը ընդամենը մարդիկ են, ոչ կիլլերներն են, ոչ ալիգարխները, մարդիկ։ Որ այդ դրա համար են բոլորիս fake էջերով անդադ հայ-հոյախառն բաներ գրում եւ այն, որպես մենք կոտրենք ամարտացենք, շատ պետք է ռադանենք դա։ Ասեն, դեռ մի բան էլ որ կարող է ինչ-որ թուլություններ այդտեղ նկատենք, դա էլ վրա դիր։ Այ էսա խնդիրը, ու մկոն հերթականներից մեկն է։ Բայց ապուշ են նրանք, ովքեր կարծում են, թե իբր դες մի իմիջիայլոց Ռոբերտ Քոչարյանը հեշտ ներկայացում նայած կա։ Ինչ-որ մեկը տեղյակ է, Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժը Սարգսյան։ Ես հիշում եմ, որ ինչ-որ մի շրջան կար, որ մեր թատրոնները վերածվել էին հանրային զուգարանների։ Եվ այլն եւ այդպես շարունակ։
Եվ մեզ այսօր ժառանգություն է եկել աղճատված, քառատված մշակույթ, ինչ որ եթե կարելի է դրանից հետո դրան մշակույթ ասել։ Գիտեք, բայց այստեղ ես որ տեսա, դիտեցի բանը, երբ վերջում Փաշինյանը իր կարծիքն էր հայտնում, ես այստեղ պարոն Փաշինյանին եմ մի փոքր պիտի քննադատեմ, չնայած դրա մասին էլ 3 հաղորդմանը շրջանակներում խոսել եմ։ Հարգելի պարոն վարչապետ, տեսեք ոնց է, իհարկե ձեր դիտողությունը կամ դիտարկումը ավելի ճիշտ, այս պարագայում դուք այնտեղ եք ոչ թե որպես վարչապետ, այլ որպես հանդիսատես, քաղաքացի, որպես հանդիսատես եք ներկա, հա, եկեք այս տեսանկյունից դիտարկենք, որովհետև դուք այնտեղ հանդիսատես եք, դուք այնտեղ վարչապետը չեք։ Ու հետո հանդիսատեսը թեկուզ վարչապետի հեղինակությամբ պոշտված վերակենում ու բոլորի ներկայությամբ իր դիտարկումն է ներկայացնում։ Համենայն դեպս տեսանյութը այդպիսինն է եղել։ Եթե նախապես համաձայնեցրել եք, չգիտեմ, դա տեսանյութից չի երևում։ Բայց տեսանյութով ինչ երևում է, այդ ասեմ։ Տեսեք, դուք վեր եք կենում ու ձեր դիտարկումն եք անում։ Շատ լավ դիտարկում է։ Իսկապես շատ լավ դիտարկում է։ Հարցը դա չի։ Բայց դուք դա չպիտի անեիք, դուք դա պետք է առանձին անեիք, որովհետև եթե ձեզ հրավիրել էին քննադատելու համար և ձեր կարծիքը հետո բարձրաձայնելու, դա ուրիշ, համենայն դեպս տեսանյութից դա չի երևում, բայց շատ վատ բան է առհասարակ, երբ որ հանդիսատեսը իր կարծիքն է փորձում բոլորի ներկայությամբ պարտադրել։ Կարելի է դրա մասին առանձին անոտացիա գրել եզրակացություն, եզրահանգում, վերաբերմունք, բայց այդպես մի քիչ սխալ էր։ Բայց դերասաններին էլ պիտի անդրադառնամ, իմ կողմից շատ հարգված մարդիկ։ Իմիջիայլոց աջակցությունը, ասեմ, որ շատ լավ պրոյեկտ է այդ հանդարտը, հա։ Ուրեմն նայեք, դուք էլ չպիտի արդարանայիք։ Օրինակ, այնտեղ փորձում եք բացատրել, որ մենք այս նկատի ունենք կամ այն նկատի ունենք, բայց չէ, դա այդպես չի լինում։ Դերասանը հենց այն մասնագիտությունը, ախր դուք էլ լավ գիտեք, որ եթե մարդը չի հասկացել քո նկատի ունեցածը, ուրեմն խնդիրը քո մեջ է։ Կապ չունի այդ մարդը ինչ է հասկացել։ Ուրեմն դու, եթե նկատի ուներ էսի, դու պիտի դա հասցնեիր դե։ Եթե չես հասցրել, ուրեմն ինչ-որ բան չի ստացվել։ Ամեն դեպքում հետաքրքիր քննարկում էր, բայց երկու դեպքում էլ ես մի քիչ այդքան էլ չընդունեցի, անկեղծ եթե լինի։ Բայց կարծում եմ Մկոն այն հարգանքն ու սերն է վայելում հանրության կողմից իր ընդ որում համեստ կերպարի շնորհիվ, իր մարդկային տեսակի շնորհիվ, որ նրան վարկաբեկելն ու սևացնելը ընդամենը ախմախ մարդու գործ է, ով այդքան էլ լավ չի հասկանում, թե դրանով ինքը ինչի մեջ է հայտնվում։ Իսկ Մկոն է, ինչ պիտի Մկոն չխաղար, ասեր, ոյ, քանի որ ըստ դաշնակների Նիկոլ Փաշինյանը թրքասեր է, ուրեմն ես չպիտի դուրս գամ խաղամ, կապուս չեք։ Կապուս չեք, կամ հետո մենակ Մկոն էր խաղում, սաղին մի անգամից բոլորին ասեիք։ Դա ցույց է տալիս ձեր դեգրադացված տեսակը հենց, ու հենց այդ տեսակն է, որ ով այդ տեսակը չպիտի Արարատի գծապատկերից խոսա, անկախ նրանից այդ գծապատկերը կավելանա պեչատի վրա, թե կպակասի պեչատի վրայից։ Մոտավորապես այսպես ժողովուրդ ջան, լավ եղեք, շնորհակալություն եթերը դիտելու և տարածելու համար, կհանդիպենք։ Ստես։